Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. 1988 թվականի այս օրերին, փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթակույց հովանավորությամբ եւ ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը։ Տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ եւ զանգվածային բռնության։ Սումգայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիները զանգվածային սպանությունները եւ խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում, նույն օրինաչափություններով եւ զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին։ Շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության։ Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 23 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը։ Վերհիշելով այս իրադարձությունները մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին։ Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն ապագայում դրանց դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով։ Դիվանագիտական բլոկի այս հայտարարությունը 25 թվականին ինչ որտեղ կարելի է ըմբռնել զգուշավորությունը, բայց երբեմն ավելորդ զգուշավորությունը տուններս քանդում է։ Իհարկե ես կողմ եմ օր առաջ խաղաղության հաստատմանը, թե պայմանագրին, թե գործնական քայլերով, բայց մյուս կողմից էլ իհարկե հասկանում ենք, որ դժվար է լինելու 1-2 սերունդ, գոնե առնվազն 1-2 սերունդ այդ թշնամանքը շատ դժվար է լինելու գոնե որոշակիորեն նվազեցնել, հաղթահարել, հա, հանրության մակարդակով եմ ես ասում, ես չեմ խոսում տնտեսական կապեր հաստատելու կամ այլնի մասին, հա։ Ուրեմն զգուշավորությունը այստեղ չգիտեմ որքանով է տեղին, բայց մի բան հաստատ է, որ մինչև 2003-2004 թվականները, մինչև ռազմական բալանսի կոնկրետ խախտումը Ադրբեջանի օգտին, մենք կարող էինք շատ այլ տեղից խոսել եւ ցավալի է տեսնել, որ այսօր ունենալով կոնկրետ հայության հանդեպ արված հանցագործություններ, թեկուզ եւ այլ պետության շրջանակներում մենք բավականին նուրբ ենք անդրադառնում։ Սա ցավալի է տեսնել եւ դա հուշում է, թե այս պահի դրությամբ մեր հնարավորությունները առայժմ ինչ մակարդակի են, բայց մյուս կողմից էլ կարծես թե հասարակական համընդհանուր կոնսոլիդացիա չկա այս ամեն ինչը հաղթահարելու հետ կապված, կենտրոնանալու եւ հաղթահարելու։ Հերթով հիմի գանք, հա, խոսքն ինչի մասին է։ Նախ այս մի մասով, ուրեմն ես այսպեսի մի դեպք պատմեմ, հայ բլոգերներից մեկի մեկնաբանությունների դաշտում ես մի անգամ հայ-արցախյան թեմայի հետ կապված գրառում էր արել, որտեղ մի քիչ վիճելի գրառում էր, ամեն դեպքում բանավեճի առաջարկ արեցի եւ մեկնաբանություն թողեցի իմ պատկերացումը, ու դա նորմալ է, հա։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, միացավ մի ադրբեջանցի այդ նույն մեկնաբանությունների դաշտում, ով ոչ թե փորձում էր ինձ հակադրվել, այլ առաջարկում էր Facebook-յան եթերով բանավեճ հայ-ադրբեջանական Արցախին վերաբերվող թեմաներով։ Ընդ որում արդեն գրառումն այնպիսին էր, որ եթե ես համաձայնեի, բավականին բարդ էր լինելու, ամեն դեպքում ռուսերենս էլ հիմա այդքան էլ լավը չի, չնայած ինքը հայերեն էր այդտեղ գրում, չգիտեմ, չհարցրեցի էլ դու ոնց ես պատկերացնում մեր եթերը։ Նախ ասեմ, որ այստեղ
Սա առաջի դեպքը չի, երբ որ ադրբեջանցիները հայտնվում են, երբ որ մեր գործունեությունը հայտնվում ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, ասեմ, որ այս հաղորդումն էլ իրենք շատ ուշադրությամբ լսում են, դրա համար պետք է երբեմն շատ զգուշ արտահայտվելու են քաղաքացիներ, ովքեր ասում են, բայց ինչ տեղը, ինչի մի հատ սենց չասեցիր, նես չասեցիր, ապա հավատացեք, որ շատ բաներ կան, որ ամեն ինչ չի, որ կարելի է դուրս գալ մի այն բունկերում թաքնված, հիմա էլ միգրացիոն ծառայությունում նստած իր ճակատագրին սպասող շամպես դուրս գալ ու խոսել առանց հասկանալու, թե որքանով կվնասես քո պետությանը, որքանով ոչ։ Այնուամենայնիվ դա մենք գիտակցում ենք, անգամ մեր Facebook-յան ու YouTube-յան եթերներն ենք փորձում այլ կերպ կառուցենք, բազմաթիվ անգամներ ասել ենք, որ բոլորս էլ խոշորացույցի տակ ենք, խնդրում ենք մի քիչ այդ հանգամանքները հաշվի առեք, եւ ոչ միայն ադրբեջանական, այլ ցանկացած մի քիչ ավելի ակտիվ մարդիկ գտնվում են արտաքին շատ կարևոր ուժերի ուշադրության կենտրոնում, որովհետեւ հասարակության մեջ մեծ բան լսարան ունեցող մարդկանց գործունեությունը ազդեցիկ է տվյալ հասարակության վրա եւ բնական է իրենց ուշադրությունը պետք է լինի այդտեղ։ Ես հասկացա, որ այն խոսակցությունը, որը առաջացել է իմ ու հայ բլոգերի մեջ, շատ հանգիստ կարա շահարկվի այդ ադրբեջանցու կողմից ու հիմա մտածում եմ, եթե գնամ եթեր, մենք շատ լուրջ վեճ ենք ունենալու հեռահար այդ արդեն չեղավ ու ով է այնտեղ շահելու հարցի մի կողմն է։ Մյուս կողմից եթե մերժում ես, ստացվում է, որ դու ինչ-որ վախենում ես մտնել երկխոսության մեջ եւ այլն։ Ու այստեղ իմ մտքով անցավ մեկը էլ քայլ անել, որտեղ արդեն ես իրան բռնացրեցի հրաժարվելու վրա իր իսկ առաջարկից։ Ասացի, տես, մենք իհարկե կարող ենք եթեր անել ու առհասարակ լավ է, եթե տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչներ հասարակության հարցերը, խնդիրները, բարկություններն ու թշնամանքը թեկուզ բերեն երկխոսության դաշտ, բայց այսպիսի մի խնդիր կա, եթե մենք խոսանք փաստաթղթերից, մենք միևնույն է արդարությանը չենք հասնելու, որովհետև Արցախի հարցը անվտանգության, ինչ, ասենք օրինակ ասում ենք, չէ, անվտանգության հարց կար, ասենք ոչ թե տարածքային հարցեր, այլ արցախցիների անվտանգության հարցներ։ Այսինքն այս երկու ուղղություններն են եղել բանակցություններում, մեկը տարածքային ամբողջականության շրջանակներում, որը Ադրբեջանը ամեն ինչ արեց ու հասավ իր ուզածին նախքին մեր 3 նախագահների գործունեության բանով, իսկ ի սկզբանե հարցը դրված էր անվտանգության բանի վրա։ Եվ այդ իմաստով կարող էինք շահեկան դիրքեր գրավել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած որոշ փաստաթղթեր իրենց հասցեատերերին հասնեին, ոչ թե պավեին դարակներում։ Հիմա ասում եմ, տես, եթե մենք սկսենք մեր խոսակցությունը, այդ անվտանգության մասով խնդիրը ծագել էր, որովհետև արդեն 88 թվականին եղել էին Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ Եվ հայ-ադրբեջանական, Արցախ-ադրբեջան այս խնդրի հիմքում դրված է դա, ուզես դա, թե չուզես։ Եվ եթե դու, օրինակ, ես ասելու եմ, որ ջարդեր են եղել, եթե դու հերքելու ես, որ ջարդեր են եղել, դրանից հետոյի խոսակցությունը դառնում է սին խոսակցություն, որովհետև հիմքում նա է։ Դու ընդունում ես, որ ջարդեր եղել են, եթե ընդունում ես, մենք կարող ենք այդ պայից սկսած խոսել Արցախի մասին նաև։ Իհարկե փորձեց սվաղել խոսակցությունը, բայց չէ, մենք ասում ենք Արցախից, դու ասում ես Սումգայիթից, ասում եմ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է։ Դու ասում ես Արցախի ամբողջականություն, խնդիր չկա, Արցախի ամբողջականության մեջ Սումգայիթում, Բաքվում ջարդեր են եղել, դատավարություններ են եղել, խոստովանություններ են եղել, ճիշտ է, մի քիչ կապիկությունը շատ է եղել, բայց այդ ամեն ինչը եղել է։ Եվ դոկումենտալ փաստեր էլ կան դրա հետ կապված։ Մի խոսքով հասա նրան, որ ինքը հրաժարվեց առաջարկեց, ինչի հետևանքով հայտնվեց շատ ծիծաղելի իրավիճակում, սա այսպես անցավ։ Բայց միևնույնն է, այս միտքը անընդհատ ինձ դադար չի տվել։ Տեսեք, վերջերս վարչապետին մեղադրում են ինչ-որ ցեղասպանություն ուրանալու մեջ։
որը բնականաբար ես շատ անդրադարձել եմ այդ թեմային, դա առանձին վերցրած ինչ-որ մի քանիսի կարծիքն է, որ փորձում են փաթաթել ժողովրդի պարանոցին, որովհետև իրենք այդպես են իբր կարծում, բայց եթե վստահ լինեին, որ դա այդպես է, դատախազություն կա եւ Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանության ուրացումը քրեական պատասխանատվություն է ենթադրում, բայց չեն դիմել այնտեղ։ Սա դնենք մի կողմ, այսքան նման բան չի եղել։ Եվ այո, խոսքը այլ բանի մասին է եղել, որը աղավաղում են անամոթաբար։ Հիմա 91 թվականին դարձել ենք անկախ պետություն, Արցախյան պատերազմ, այդ ընթացքում զուգահեռ բանակցություններ։ Ես կարող եմ իմանալ, ինչու փորձ չի արվել այս ամեն ինչի մեջ օգտագործել հենց ցեղասպանություն տերմինը, հենց Բաքվի ու Սումգայիթի ջարդեր տերմինը դնել այս խոսակցությունների հիմքում, որ դրանից է բխել արցախցիների անվտանգության հարցը։ Մարդիկ ով չեն մնա մի 70 տարի ապրել են, ճիշտ է ավտոնոմ ինքնավար մարզի կարգավիճակում, բայց Ադրբեջանական ՍՍՍՌ-ի մեջ չէ, ու բնականաբար, սա ես նորմալ եմ համարում, հանկարծ այլ բան չմտածեք, նույնը նաև եղել է Բերդ համայնքի ուղղությամբ Իջևանի մյուս Տավուշի մարզի այդ սահմանամերձի ուղղությամբ նույնը եղել է Սյունիքի մարզի սահմանամերձի ուղղությամբ բնականաբար սովետական միության ժամանակ շփվել են մարդկանց միջավայրում ավելի շատ են եղել ադրբեջանցիներ եւ ավելի շատ շփումներ են եղել հարևան ընդհանուր միջև բարեկամ խառաամուսնություններ եւ այլն ու մեկ էլ հանկարծ այս մարդկանց մոտ առաջանում է անվտանգության խնդիր։ Որն է այդ խնդիրը, որտեղից է առաջանում։ Որը որ հետագայում դառնում է անջատում հանում փրկության ծրագիր շատ ավելի ուշ, դառնում է միացում, ինչ որ բան լոզունգով կոչեր եւ այլն, այսինքն որտեղից է ծնվում այդ վտանգը։ Սա իմ կարծիքով ես առայժմ ոչ միտեղ կարող է եղել է առանձին զրույցներ, որոնց որ մենք տեղյակ չենք, բայց համենայն դեպս հրապարակային մասով ոչ մեկը ես մեկը չեմ ընթերցել sense բան։ Ինչի հիմքում դա չի դրվել, որովհետև անվտանգության խնդիրը հենց այդտեղից է առաջացել, չէ՞։ Թե սխալ գիտեմ։ Հասկացել ենք, որ հայերը ադրբեջանցիների հետ չեն կարող ապրել, որովհետև ադրբեջանցիները կոտորածներ են անում Բաքվում, Սումգայիթում, արել։ Հիմա այդ նույն ցեղասպանության մեջ մեղադրողները, ովքեր 20 տարի առնվազն եղել են իշխանություն, 20 տարի եղել են իշխանություն, 20 տարվա կոալիցիոն կառավարություն եւ այլն։ 20 տարվա մեջ ինչու ոչ մի քայլ չեն արել, ժառանգություն չեն թողել այս իմաստով, Սումգայիթի ու Բաքվի մասով ադրբեջանական կողմի վրա մեծագույն ճնշումներ կիրառելու համար։ Որովհետև Ռուսաստանը չի թողել։ Իսկապես է, սա բան չի։ Գուցե նրանք կցանկանային դա անել։ Պատկերացրեք հակառակ պատկերը։ Օրինակ, ադրբեջանցիները մինչև հիմա արհեստական ստեղծած իրենց իսկ կազմակերպած խոջալույի դեպքերը ներկայացնում են որպես հայերի կողմից արված ջարդեր եւ աշխարհում փորձում են ֆուրորներ ստեղծել, ընդ որում կեղծ բանը։ Հիմա պատկերացրեք, եթե իրականում Սումգայիթի ու Բաքվի ջարդերի նման դեպքեր գրանցված լինեին Հայաստանում, ինչպես կօգտագործվեին դրանք մեր դեմ։ Ինչպես մեզ անկյուն կքշեին դրանով։ Բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով։ Բայց արի ու տես, որ հակառակ պարագայում մենք դա չենք արել։ Չենք արել։ Ոչ Լևոն 30 տարի, ինչի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն փորձել տակ պայել այդ թեման եւ տեսեք վարչապետը երբ որ ասում է պիտի ցեղասպանությունը հասկանանք, խորքային ուսումնասիրենք մեր տեսանկյունից ու դա մենք օգտագործենք, կներեք, գուցե օգտագործել բառը մի քիչ տեղին չի, բայց միտքը երևի ըմբռնում եք։ Մեր բանի համար։ Այս նաև սա նկատի ունի, որը դուք ընդունում եք որպես ուրացում։ Երևի դրանով թաքցնելու համար, թե ոնց եք ուրացել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ Եվ կներեք, սա այո քաղաքացու հայտարարություն է, որի հետ դուք
առնվազն չեք կարող հաշտ չլինել։ Դուք կուրացել եք դա, որովհետև ոչ միտեղ ինչ որ տարին մեկ անգամ կամ ամեն տարի այդ օրը հանրայինով մի երկու հատ տենց կադրեր ցույց տալով մեր մեջ այդ թշնամանքը վառ պահելու համար եւ ոչ մի գիտական աշխատանք եւ ոչ մի դիվանագիտական աշխատանք, բացարձակ ոչինչ, 0 այս իմաստով։ Եվ ինչն է հետաքրքիրը, այս իմաստով առաջին անգամ, երբ որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեցին Գերմանիայում հեղափոխությունից հետո դեռ մինչև պատերազմը, առաջին անգամ ես սա լսել եմ Փաշինյանի բերանից, շուրթերից։ Դա չի կարելիներ, երևի այդտեղից հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին վատանալ, որովհետև չենթարկվեց։ Որովհետև 30 տարից որովհետև Ռուսաստանն էր մեծ հաշվով աջակցել ու կազմակերպել այս ջարդերը։ Եվ կներեք, չի կարելի այդքան միամիտ գտնվել, այդքան միամիտ լինել ու կարծել, որ ինչ-որ Ադրբեջանում ազգայնական ուժեր էին ծվարած, ովքեր որ ու տենց կոնտրոլ չկար իրանց վրա սովետական միության ժամանակ, ովքեր որ Ռուսաստանից մի ձեռնարկությունից եկած պատվերի հիման վրա ադրբեջանական մի ձեռնարկությունում 10,000 հատ բզեր կպատվիրեն արմատուրա, սրած ու այս մի կողմներ կերիկով, որպեսի բոլորը մի կանչով 2-3 օրվա մեջ այսպիսի ջարդեր կազմակերպեն, ու սրա մասին տեղյակ չլինի սովետական KGB-ն, սա ասեք որ հեքիաթի ժանրից է, հա։ Այստեղ կազմակերպչական գործում մեծ աշխատանք է իրականացրել հենց Մոսկվան, հենց FSB-ն, եւ նաեւ դա էր պատճառը, որ պիտի արագ կոծկվեր դա, եւ անիվը հակառակ պիտի պատտվեր ինչ իմաստով։ Տեսեք, աշխարհի գերտերությունները ունեն շատ լուրջ ինստիտուտներ, որոնք աշխատում են գենետիկայի վրա, մարդկանց ազգային բնավորություններ եւ այլն, ու ազգային բնավորությունների երբ որ պիտի սկսեն որոշակի պրոցեսներ ինչ-որ մի տարածքում, իրենք անպայման այս ուսումնասիրություններից ստացված արդյունքները նույնպես հաշվի են առնում։ Ռուսաստանը պիտի այստեղ սկսեր ինչ-որ բան Ադրբեջանի ու Հայաստանի միջև, պարտադիր պիտի սկսեր, ու հանկարծ հարց առաջանում, լավ, եթե իր համար միևնույնն էր, որտեղից կսկսեր, ինչու է այնպես չարես, որ հակառակ լիներ, հա, ասենք օրինակ Երևանում ադրբեջանցիներին ջարդեն, եւ պատասխանը մեկն է, իրենց ուսումնասիրությունները, արդյունքները իրենց ցույց են տվել, որ հայ ժողովուրդը չի իրականացնի ջարդեր, չի անի դա, իր ազգային բնավորության մեջ դա չկա, բացակայում է, ի տարբերություն այն մյուս վայրենիների, եւ Ստավկան տեղափոխեց այդ կողմ, բացի այդ ջարդերը, ես այստեղ հաղորդման ժամանակ պատմել եմ մի շատ կարևոր պատմություն Կապանի տարածքում գտնվող մի փոքրիկ ադրբեջանական գյուղի մասին, եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի պատմությունները չմոռանաք, դրանք ընդունեք որպես հենման կետեր ամենատարբեր վերլուծություններ անելուց։ Ես կարող եմ չզլանալ եւս մեկ անգամ համառոտ պատմել այդ պատմությունը, բայց երևի դա կանենք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Հիմա տեսեք, ինչպես պիտի FSB-ն կազմակերպեր, ասենք օրինակ լավ, մարդ ես, հիմի հայ ես, թուրք ես, ինչ ազգ ես, մարդ ես, ինչպես պիտի հատուկ ծառայությունը հասցնի քեզ նրան, որ դու մասնակից լինես ջարդարարական գործողություններ իրականացնելուն։ Բնականաբար էմոցիոնալ դաշտը օգտագործելով, ինչպես որ հիմա են մեր հասարակության էմոցիոնալ դաշտը օգտագործում։ Տեսեք, Սյունիքի մարզում ադրբեջանական մի փոքրիկ գյուղ կար, որը որ առանցին բան չուներ, այդ գյուղապետան, այն ժամանակ մի քիչ այլ էր անունները, հա, բայց եկեք այսօրվա լեքսիկոնով խոսենք, որպեսզի այսօրվա երիտասարդությունն էլ սա ըմբռնի։ Մեծահասակները կարող են համեմատությունները տանել։ Ու
Ենթարկվում էր ինքը իր գործառույթներով կողքի հայկական գյուղին։ Բայց ամեն դեպքում, որպեսզի այդ ազգային բաները չլինեն, իրենք ընդեղ ունեին դպրոց, տնօրենը ադրբեջանցի, բնականաբար գյուղապետը ադրբեջանցի։ Դե սովետի ժամանակ այդպես էր, հիմնական պաշտոնները պիտի տային տվյալ ժողովրդի ձեռքը, մնացածը բաժան, այդպես իբր ախպերությունը կիսվում էր նորմալ։ Հիմա հանկարծ ադրբեջանական այս գյուղի դպրոցը հրդեհվում է։ Դրանից 3 օր անց FSB-ն մտնում է, համոզում է բոլորին, որ այստեղ ձեզ դաշնակցականները ցանկանում են ջարդել, կոտորել, դե քանի որ դաշնակցականներն էլ իրենց վերբով կարած բյուրոներ, այդ մասով կարող են իրանք այդ գործողությունները համաձայնեցված անել, իբր հակադրվում են իրար, որովհետեւ նրանց հետո պիտի բերեր իշխանության, չէ՞։ Երկարաժամկետ պլաններ ուներ նրանց հետ։ Ուզում են ու նրանք էլ կարող են ասել, որ մենք ազգային ուժ ենք, բան տեսեք, դաժե կռեմ, մի խոսքով, բայց Լևոնին վերեցին վերջը։ Ասում են, ուզում են այստեղ ջարդեր կոտորածներ անեն, ու հենց հիմա բոլորը դոկումենտները հավաքեք, նստեք գնացքը։ Ոչ մեկ տնից չի հասրել ոչինչ վերցնի։ Գնացքը, փակ գնացքը, ամբողջը փակ, պատուանները փակ երկաթներով։ Դուրս է գալիս այդտեղից։ Այս կողքի գյուղի գյուղապետը, հայ տղա, ով մեկ էլ հասում են ինչ-որ սենց բաներ այնտեղ կատարվում, հասկանում է ինչ-որ բան են չի։ Մեքենայով գնում է գնացքի հետևից, եթե չեմ սխալվում, Զանգիլանի կողմերն է մեկ էլ հանդիպել։ Բայց կարող է այստեղ մի փոքր սխալվում եմ, Զանգիլանը չլինի, Հորադիս լինի եւ այլն։ Ամեն դեպքում առաջինից կանգ առին։ Զուգահեռ այս մարդկանց Ադրբեջանում արդեն տարածում են խորհրդավորություն որ ինչ-որ բաներ է կատարվում։ Տեսեք, ինչքան խորհրդավորությունը շատ է, այնքան մարդկանց դաշտը ավելի է բացվում։ Ու այս գնացքը շատ դանդաղ կանգառներում ասենք գալիս է կանգառ, ոչ ոք չի իջնում կայարանում, ոչ ոք չի իջնում, գնացքին ոչ մեկին թույլ չեն տալիս իջնի, FSB-ն դուրս է գալիս մի 2 ժամ, մի հատ ընդեղ չխուրանքում, էսի են գնացք, նայեն որ սենց, մարդիկ մեջը նստած չգիտեն ինչի մասին է խոսքը։ Ու իբր հայերը ջարդել են, կոտորել են, կտրել են, փրթել են, մեջը գիտեք, վախեցած մարդիկ նստած են, մեր ադրբեջանցիներն են եւ այլն։ Այդ խորհրդավորությունը տարածվում է։ Ու երբ որ այս գնացքը մի 2 ժամ կանգնում է, հետո դանդաղ գնում է այն մյուս կայարան, մինչև գնալը արդեն աղմուկ, այն գնացը, պոյես պրիզրակ, հա, հեսա գալիս է, գիտեք չէ, որ այս սենց, արդեն հասնում է այդ խորհրդավորությունն ու էմոցիոնալ մակարդակը մի կետի, որտեղ արդեն կարելի էր սկսել որոշակի գործողություններ։ Իմիջայլոց։ Այս կողքի գյուղի գյուղապետը, ով որ մեքենայով գնացել էր հետից, հենց առաջին կարողանում է հասնել նրան, որ գոնե գյուղապետը մի պահ դուրս գա։ Դուրս են գալիս մի անկյունում, ասում են ինչ է, մեզ ասում են, որ մեզ կոտորում են, ջարդում են։ Պիտի կոտորեն, ջարդեն, արա ասում է ձեր տները հիմի արդեն ջարդու կտոր արած է ու էդի FSB-ն է արել։ Դե հիմա գյուղապետեր են եղել, կողքի գյուղ, գառուտել, շփվել, չէ, ասենք մի քիչ ուրիշ է իրանց հարաբերությունները։ Սա տղայի հետ է լինում, ով դպրոցական է, ասես տալիս է տաղու վզակոթին, ասում է մի հատ էլ պատմի ինչ է եղել։ Երեխան պատմում է, որ դրանից 3 օր առաջ իրենց դպրոցի տնօրենը 3 հոգու աշակերտներից պահել է դպրոցում, որպեսզի երեկոյան բենզինը լցնեն ու հրդեհեն դպրոցը։ Եվ խիստ ձևով նախազգուշացրել է, որ սա որևիցե մեկը չպիտի իմանա։ Հասկացաք։ Գործը սարկած է արդեն։ Մինչև որ կհասներ գնացքը Սումգայիդ, արդեն այնտեղ էմոցիաները դուրս էին եկել կոնտրոլից։ Ու հայտնվում են մոտ 10,000 հատ այսպիսի բզեր, 60 սանտիմանոց։ Որտեղից էր տենց պատրաստ դրված։ Որտեղից եկեք հիմա միասին դուրս գանք ցանկացած ձեռնարկության մոտով անցնենք, որտեղ պատրաստի նման բան կտեսնենք քանակությունով։ Ու սկսվում են ջարդերը։
Իհարկե մի քիչ էլ այդ պահին են տակացնում, հա, իրավիճակը։ Ամեն ինչ պատրաստ է։ Մարտի 1-ը աչքներիս առաջ է, երբ որ հատուկ ծառայողները կոտրեցին խանութների ապակիները, ու ժողովրդի մի մասը թողնելով իրական նպատակը, այդ էմոցիաների տակ մտան սկսեցին գողություն անել։ Դա արդեն քաոտիկ վիճակն է, որը որ կարող է կառավարել մենակ նա, ով ստեղծել է այդ քաոսը։ Իմիջիայլոց Սումգայիթի այդ բանի ձեռնարկության տնօրենին դե ձևական դատավարություն պիտի լիներ ամեն դեպքում սովետական միությունում այդպիսի բան է տեղի ունեցել, որպեսզի կարողանար ամբողջ տարածքում մի ժողովուրդների մեջ զսպել, մի հատ ձևական դատավարություն պիտի լիներ, ընդ որում այդ ձևական դատավարության ժամանակ տեղի ունենում մի հետաքրքիր ու անսպասելի դեպք։ Հանկարծ ձեռնարկության տնօրենը, ովքեր որ այդ արմատուրաները սարքել էին 10,000 հատ, հա, հանկարծ ասում է հարցին ի պատասխան դատախազի, թե բա ինչու էիք սարքել դրանք, իբր, ասում է պատվերը Մոսկվայից էր եկել։ Ահա եւ ամբողջ խաղի սկիզբը։ Եվ պետք է հրդեհը բացվեր Հայաստան, Արցախ, Ադրբեջան։ Հասկանում եք։ Բայց հիմա հարց, լավ, իսկ ինչին էր պետք Ռուսաստանին։ Այստեղ քանի որ կայսրությունը փլուզվում էր, սովետական միությունը փլուզվում էր, եւ պետք էր այնպես անել, որ ձեռքից ոչ մեկի չկորցնել, այստեղ KGB-ն ունի մի հետաքրքիր մարտավարություն, որը իմիջիայլոց հрьяաների ծրագրից է թխել։ Ես մի անգամ ինչ-որ առիթով դա էլ եմ ընթերցել, երևի մի օր հիշեմ, այդ փաստաթղթերը բերեմ ձեզ համար այստեղ ընթերցելու։ Չնայած Facebook-ով մի անգամ համառոտ անցել եմ։ Ուրեմն, եթե ուզում ես երկու հոգու վրա ունենալ կոնտրոլ, վերահսկողություն, ապա կռվածրու մեկին մյուսի հետ ու դու հայտնվիր հաշտեցնողի դերում։ Վերջ։ Եթե դու կարողացար կռվածնել, հետո հասնել նրան, որ ամեն մեկը իր հերթին քեզ մոտ կա, որ դու իրենց հաշտեցնես, դու հաշտեցնելուց հետո նրանք դառնում են քո բանի տակ արդեն ազդեցության տակ մտնում են դրա տակ։ Ու այսպեսի կայծեր դրեց մի քանի տեղ, իսկ Կովկասյան հատվածը, Հարավային Կովկասի հատվածը շատ կարևոր տեղ է ու աշխարհում շատերի աչքները վրան։ Ու ինքը պիտի կարողանար դա իրականացնել։ Իրենց քիչ է հետաքրքիր, հայ, ադրբեջանցի, իրենց շահերն են հետաքրքիր։ Այս է, որ միշտ փորձում ենք բացատրել ու կարծես ստացվում է շատ դեպքերում բացատրելու կարիք էլ չկա, մարդիկ ինքնուրույն հասկանում են, անկախ նրանից դետալներին ծանոթ են թե չէ։ Բայց մյուս կողմից է sense ինչ որ պայքար է գնում չմբռնելու դեմ, որպեսզի չմբռնեն, չհասկանան։ Սրանց հետո մեծ ներդրումային կայսրությունը փլուզվում է, բնականաբար աշխարհի մյուս ակուլաները փորձում են այդտեղից իրենց պատառները քաղեն։ Սա բնական է, փլուզվող աշխարհակարգի փլուզվող կայսրակարգի տարբերակն է, մինի տարբերակն է։ Եվ ամեն մեկը փորձում է իր երկաթե շերեփով իրանը տանի ամբողջ սովետական միության տարբեր երկրներից։ Շատ արագ Պրիբալտիկան փոկեցին, դրանից հետո Ուկրաինայում որոշ գործողություններ փորձեցին անել, Բելարուսում նույնպես, իմիջիայլոց Ռուսաստանում էլ, Ռուսաստանի Դաշնությունում էլ։ Բնականաբար մուսուլմանական երկրների վրա սկսեց արդեն Թուրքիան ու Իրանը մի քիչ իրար դեմ ընկան, բայց Թուրքիան կարծես թե հաղթեց իրավիճակը ու սկսեց մուսուլմանական Ռուսաստանի Դաշնության մուսուլմանական պետությունների հետ աշխատել։ Այս տարածքում Անգլիան արդեն մտավ ամբողջովին խաղի մեջ, Անգլիան եւ Ֆրանսիան Բաքվում իրենց նավթի, գազի, այս ամեն ինչի պաշարների հետ համար։ Ինչից հետո հայտնվեց ծրագիր, որ Բաքվի եղածը Եվրոպա հանելու համար իրենք կարող են աջակցել, բայց հանելու համար որոշակի խնդիրներ կարող են լինել։ Այստեղ Ռուսաստանը այս պատերազմի ձգձգմանը չէր կարող չաջակցել, որովհետև եթե կնքվեր հաշտություն, անկախ նրանից Արցախը ումը մնար, ումը, միևնույն է արդեն անկախ պետություններ էին, եւ այդ
Բաքվից դուրս եկող նավթատարը կամ գազամուղը ինքը չէր կարողանալու վերահսկել։ Եվ մտավ մաշացնող խաղի մեջ։ Ընդ որում Հայաստանում էլ կարգելով իր աշխատողներին։ Եվ այն ինչ որ դրանից հետո է տեղի ունեցել Միացյալ Նահանգների գաղտնազերծած փաստաթղթերը վկայում են, որ դրա հիմքում այս ամեն ինչն է շատ հանգիստ դրված։ Սա իհարկե կարծիք է, բայց բավականին հիմնավոր ու ապրելու իրավունք ունեցող կարծիք։ Մանավանդ որ դրանից որոշ ժամանակ հետո British Petroleum-ը պիտի մի մեծ լուսանկարով իր բաներով կողմերի հետ կանգնած այսպես մի հատ մեծ պլակատով լուսանկար նկարվեն, որտեղ որ Մեղրիի հատվածը չկար եւ Մեղրիով անցնում էր խողովակները։ Եվ այստեղ է որ Օսկանյանը, ով եթե չեմ սխալվում հանդիսանում է բրիտանական ազդեցության կարող է լինել բրիտանական ազդեցության գործակալ, շատ հանգիստ, շատ ուրախ էր, որ այո, հնարավոր է դառնում, որ Մեղրին փոխանակվի Արցախով, որովհետև մեծ հաշվով ում ազդեցության տակ որ ինքը աշխատող է, հենց դրան էլ ձգտում են, որ խաղից որ տեղյակ է Թուրքիան։ Եվ Թուրքիային էլ նպատակային կամ շատ միամտությամբ, ինչին ես չեմ հավատում, ներքաշել են արդեն խաղի մեջ։ Մնացել է արժեքը որոշեն։ Չգիտեմ մեղած կլինի, թե չէ, որոշակի արժեք։ Ամեն դեպքում այսպիսին նա գալիս մեկը մյուսի հետ երբ որ կապում ես, սա է ստացվում։ Այս ամեն ինչում, այս աշխարհի խաղերի մեջ մենք չպիտի զինվեինք, եթե նավթը մերը լիներ, մենք կհաղթեինք, հանգիստ եղեք։ Եվ այո, աշխարհը պիտի բավարարվեր կոչերով, առավել ևս որ մեր ներդրած բաները, այդ դիվանագետները Հայաստանում եւ նախարարգահները բոլորը քիչ-քիչ սպասարկում էին այս շահը, բայց բնականաբար քաղաքացուն չպիտի դրա մասին պատմեն։ Ոնց պատմեն քաղաքացուն դրա մասին։ Նախ քաղաքացին էս ամբողջ ավելի խորքային բաներ կարա ունենա, շերտեր կարա ունենա իր մեջ։ Եվ առհասարակ նման բաները քաղաքացիներին չեն պատմում ուղիղ։ Պատմում են հայրենասիրական բանով։ Այ մեր թշնամին ուզում է զավթել մեզանից։ Օ, նրանք մեր թշնամին են, տեսեք ինչ արեցին։ Պատերազմ, իսկ իրենց համար պատերազմը այլ բանի մասին է։ Ու երբ որ ես 44 օրյա պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարում էի, որ մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության, ոնց որ զորով ցանկանային այս ուժերը ներկայացնել այդ նույն զոհվածների հարազատներին ու մեզ բոլորիս, որ իրենց որդիները զոհվել են հանուն ոչնչի, որովհետև Արցախը չկա։ Այո, Արցախում մարտնչել են ու զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության եւ փառք իրենց։ Եվ այսօրվա դրությամբ մի կողմ շարունակում են, չգիտես ինչու, պահանջել ադրբեջանցիները, ռուսները ու մեր այս կուսակցությունները, երեք եռանախագահների հետնորդներն ու հետևորդներն ու իրենք անձամբ, թե մեղադրել Հայաստանին 20 թվականի նոյեմբերի 9-րդ կետը չկատարելու համար, որ այդ ճանապարհն է, որովհետև իրենց ինչի համար որ ստեղ նշանակած են եղել, իրենք պրավալ են տվել, որովհետև եթե 18-ին կարող էին թույլ տալ հեղափոխություն եւ մեծ ուժերով չհակազդել, ժողովուրդը կկոնսոլիդանար, չէ, կոնսոլիդացավ եղավ հեղափոխություն, իրենք շատ լավ գիտեն, որ պատերազմը լինելու է, պատերազմի ելքն էլ գիտեն, ձևն էլ գիտեն, ճնշման մեծությունն էլ գիտեին Հայաստանի վրա ու շատ լավ հասկանում էին, որ իրենցից որևիցե մեկը գալու է իշխանություն, որովհետև սրանք բոլորը իրար հետ կռվեն, բարի չեն, մեկը նույնից են։ Ու 21 թվականին
մեծ անակնկալ եղավ բոլորի համար։ Եվ սա հայոց պատմության մեջ ժողովուրդ ջան։ Հիմա դուք կարող եք այսօրվա իշխանությունից հիասթափված լինել, դա բնական է։ Կարող եք այլևս չաջակցել կամ սա բնական է ու նորմալ է։ Բայց 21 թվականի ընտրությունների արդյունքները բեկումնային էին, որոնք որ դեռ շատ են ծառայելու ապագայի համար։ Սա միշտ իմացեք։ 21 թվականին դրված էր Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցը ուղիղ ձևով։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ժողովուրդը, ու իհարկե ոչ մի ուժ չէր ասում, ես որ գամ չի լինելու, բոլորը լավ բան են խոստանում։ Միջանցքի հարցը եւ ամբողջ աշխարհը լուր հետևում էր։ Եվ ինչպիսի որոշում կայացներ Հայաստանը, այդպես շարունակվելու էր նրա ճանապարհը։ Եվ 21-ի պատմական ընտրությունները դա տեղավորվելու է մեր հայոց պատմության նորագույն պատմության ժամանակակից պատմության հիմքում։ Հարցը Նիկոլ Փաշինյանը չի։ Հարցն այն է, որ մենք ընտրություն արեցինք գոյատևելու պայքարը շարունակելու գնով Հայաստանի Հանրապետության հարատևությանն ու առաջիկա տասնամյակներում նրա գոյաբանական սպառնալիքի բացակայության օգտին։ Մենք արեցինք այդ ընտրությունը ու դա ստացվեց մեզ հետ եւ մենք անցանք պատմական այդ ժամանակը։ Ընդ որում հիշեցնեմ, որ 21-ի ընտրություններից մի քանի օր առաջ մենք կանգնած էինք պետությունը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ այս նույն ուժերի ճնշման ներքո հրաժարական էր տվել կառավարությունը ու հանկարծ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին։ Որտեղ որ այս ուժերը դուրս եկած ժողովրդին ուզում էին համոզեն, որ սաղ այս իշխանությունն անում ու ինչ-որ բաներ է տալիս Թուրքին։ Հասկանում եք։ Եվ միևնույն է հանրությունը կարողացավ այդ ընտրությունը իրականացնել։ Ինչի համար ես հպարտանում եմ իմ ժողովրդով։ Եվ մենք անցել ենք դրա միջով։ Մենք հիմա էլ շատ ծանր փորձունների մեջ ենք։ Դրա միջով անցնելուց հետո թե Ռուսաստանը հաշվի նստեց Նիկոլ Փաշինյանի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր հաջողությամբ մի քանի հանդիպումներում ուղիղ ներկայացնել հայկական պոզիցիան։ Թե Եվրոպայի ու Ամերիկայի հետ աշխատանքները սկսվեցին, որովհետեւ նրանք ով արևմուտքը շատ է սիրում այդպես բաներ։ Եվ թե նրանց միջոցով Հնդկաստանի հետ եւ մեր հնարավոր դարձավ ռազմարդյունաբերություն ստեղծել Հայաստանում, ինչը ամեն երկրի հասու չի, եւ իհարկե կարողացանք նորագույն լավ զենքեր գնել ու դեռ գնում ենք։ Իհարկե մեր անվտանգությունը պաշտպանելու համար, արտաքին անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս ուժերը ամեն օրով 4 տարի շարունակ պիտի աշխատեին արդեն 21-ի ընտրություններից ով վերջ տներով չէին գնալու։ Պիտի աշխատեին այդ հեղինակությունը նվազեցնելու համար, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ արևմուտքը Հայաստանի հետ աշխատում է, միայն Հայաստանը չէ, առհասարակում հետ որ աշխատում է, տվյալ անձը ով ներկայացնում է պետություն պիտի ունենա բարձր լեգիտիմություն, որ ինքը կարողանա երկարաժամկետ ծրագրեր կնքել։ Այն էլ են պարագայում, երբ որ Ռուսաստանի Բոստանից է մի հատ պետություն փորձում փոկվել ու դառնալ առանձին անկախ պետություն։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Եվ այո, 4-րդ հանրապետության խոսույթը պետք է արդեն գեներացնել, եւ 4-րդ հանրապետության ծնունդը հենց 21 թվականն է եղել, 21-ի հունիս ամիսը։ Այդ խմորումներն են բերել նրան, որ հիմա 25 թիվն է ու նոր միայն գաղափարախոսական ռազմավարություն է ներկայացվում։ Չնայած այս իմաստով 21-ից հետո ամեն ինչին եմ համաձայն։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։